Նիստ ավարտվեց, քննարկումը շատ երկար տևեց, դատանը գնացել է խորհրդակցական սենյակ, չի ասել երբ կհրապարակի, ասաց նախապես կտեղեկացնի։ Այսօր, ենթադրվում է այսօր, դե հիմա չի ասել երբ, բայց նախապես կտեղեկացնի։ Ինչպես է գնահատում դատարանի վարքագիծը։ Դատանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև դատանը ըստ էության լսող է դերում էր կողմերի փաստարկները, այսինքն սպայն դժվար ասել դատանը ինչ է անում։ Մենք կարող ենք ասել, որ մեղադրանքը ուղղակի այստեղ ընդհանրապես հանցագործության մասին խոսք չկա։ Իրենք ինչ են ասում են իբրև թե Ծառուկյանը որոշակի Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների խարդախությամբ նրանցից հափշտակություն է արել եւ փողերի լվացումը կատարել, բայց մենք դատանում հստակ հիմնավորեցինք, որ այդ անձին փաստաթղթեր են ստորագրել, որ իրենք են Պարկ Ծառուկյանին, որ իրենք այդ գումարները չեն վերադարձել, պարտավորվել են մինչև 26 թվականը վերադարձնել, հիմա չեն վերադարձել եւ այս վարույթները ըստ էության շանտաժի հետ կապված սկսել են։ Մենք հիմնավորեցինք Իրանի Իսլամական Հանրապետության դատանի որոշումով, որ իրենք այս նույն process-ը այնտեղ են նաև սկսել եւ այնտեղի դատանը արձանագրել է, որ հանցագործություն չկա, քաղաքացիական գործընթացներ են եւ նաև համապատասխան իրենց իրավասու պետական մարմինները արձանագրել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների հայտարարածների հիմնական մասը չի համապատասխանել իրականությունները, ըստ էության սուտ են։ Այսինքն այն, որ ինչ որ ներկայացնում են, ակնհայտ է, որ այստեղ հանցագործություն ընդհանրապես գոյություն չունի, ասում են, տեսեք, հասարակ բան, ասում են, որ որոշակի ընկերությանը պատկանող գույքը հափշտակել է խարդախությամբ, ասում ենք այդ գույքը իմը պատկանում, ասում են այդ նույն ընկերությանը։ Ասում ենք լավ, այդ ընկերության գույքն է, պատկանում է այդ ընկերությանը։ Ոնց են հափշտակը, հափշտակվել է։ Հափշտակությունը, խարդախությունը դա նա է, որ դու այդ ընկերության կամ անձի սեփականությունից դուրս ես հանում, դարձնում ես քոնը։ Բայց պատկանում է այդ ընկերությանը, որի 50% սեփականատերը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին է։ Պարոն Սարգսյան, փաստացի բիզնես վեճ է, որին որոշել է նաև այսպես մեջ հնչեղություն տալ ազգային անվտանգության ծառայություն։ Դուք այդպիսի նախադեպ ունեցել եք, որ ԱԱԾ-ով կան եկեք մի հատ նկատառում ասեմ, հենց այս ֆոնդի վրա, հետո գործընկերս կշարունակի։ Ուրեմն տեսեք, 2026 թվականի հունիսի 9-ին ընտրությունից հետո Գագիկ Ծառուկյանը կազմական գործերով պետք է մեկներ։ Այս նույն քրեական գործով միանգամից իրեն թույլ չեն տալիս որ մեկնի եւ մեղադրանք են ներկայացնում բացակայելու արգել խափան միջոց։ Պարոն Խաչատյանը, պարոն Մինասյանը բողոք են ներկայացրել այդ որոշման դեմ, նշելով որ քանի որ եղել է падգամավորի տեխնացու, ԿՀ-ի թույլտվություններ պետք է անձեռնմխելիությունը ախտարելու, որից հետո միայն կլիներ մեղադրանքի օրինական։ Առանց դրա ապօրինի է։ Ուրեմն դատախազը բավարարել է իրենց բողոքը եւ արձանագրել է որ այո ապօրինի է մեղադրանքը։ Բայց ամսի 23-ին հաստատել է, մինչև ամսի 6-ը այդ որոշումը չեն ներկայացել, ոչ քննիչին, ոչ մեզ։ Սահմանի հետ սահմանափակումը չեն վերացել բացակայելու արգելք, այսինքն մի հատ 23-ից պահել են ապօրինի սահմանափակումը, մինչև ամսի 6-ին ձերբակալ են։ Հիմա դրանից հետո մենք առանց խոսենք, այսինքն դատախազությունը արձանագրել է, որ մեղադրանքը ապօրինի էր։ Սա նշանակում որ այդ պահին պետք էր սահմանը փակել, այդ մեղադրանքը ապօրինի ներկայացեցին, հետո կարճեցին, հետո էլ պետք էր սահմանափակումը ելքի պահել միջև ամսի 6-ը ձերբակալելը, ամսի 6-ը պահեցին, այսինքն այս բոլոր ապօրինությունները վկայում է, որ այստեղ մենք գործ չունենք իրավական process-ների հետ։ Իրենք անում են այն, ինչը որ հրապարակային հայտարարվել է, որ պետք է արվի ու շարունակական անում են։ Ներկայացնում ենք ապացույցները, կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին մյուս դրվագով ասում է, որ Ծառուկյանը ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, ընդ որում Ծառուկյանը ասում է, որ այդ անձը խաբելու է մեզ, ասում է ես ասացի չէ, ոչինչ թող աշխատի։ Հիմա իրանք ասում են չէ, Ծառուկյանն է խաբել այդ անձի հետ միասին։ Այդ քաղաքացու տարերեսում է եղել։ Այս բանը դեռևս ոչ։ Հիմա դուք տեղեկություն ունեք Իրանի քաղաքացին ծագումով ադրբեջանցի է թե ոչ։ Նման տեղեկություն չունեմ։